Միտեղ բարի երեկո, միտեղ բարելույս սիրելի ժողովուրդ, այսօր հունվարի 17-ն է և եթերում է հանրային ձայն հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են, ամենայն բանով, այսպես ասած, անկեղծությամբ պիտի ասեմ, որ կապված մոտալուտ համագումարի ինչ են ասում, կազմակերպչական աշխատանքների հետ ես այսօր մտադրություն չունեի անցկացնել եթեր տալ հանրային ձայն հաղորդաշարը, բայց այսօրվա եթերը կտևի, ես հասկանում եմ, մի փոքր ավելի կարճ, քան մեր մնացած մյուս բոլոր եթերները, որովհետև կա մի քանի թեմաներ, որոնցով որ արժե խոսել։ Եվ գտնում եմ, որ այո, պետք էր, չպետք է թողնել համագումարից հետո։ Ուրեմն մենք ունենք մի քանի թեմաներ, մեր մշտական անդամներն իրենց տեղերում են, այդ չներկայացնեմ։ Այսօրվա խոսակցության առանցքի թեման կլինի առողջապահության նախարարությունը, ներկայացրել ենք առողջապահության նախարար Սևո Կուլիկին, Գեղարքունիքի մարզպետ Մարտունու քաղաքապետ դրանց, Սյունիքի մարզպետին, ինչպես նաև Սուրեն Պապիկյանին, Վայքի Զորամասի հրամանատար Հարությունյան Արմենին, Մեղրի ազգաբնակչությունը մեզ դե բնականաբար ուշադիր լսում է, Սյունիքի մարզպետը ստեղ է, ազգային ժողովի ընդդիմադիր բոլոր ֆրակցիաների ղեկավարներին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանով, դատավոր Տիգրան Արձականցյանի սիրուհի Անի Դանելյանը թող այսօր քրիստիկը չկա, Անի Դանելյանն սպասարկում մեզ, это քավառատիկոյ։ Եվ գումարած տեղ մի երկու բողոք, որոցով որ մենք ուրեմն կանադառնանք։ Հեսա այդ հաղորդման ընթացքում։ Լավ, եկեք մինչ թե սկսենք բողոքից։ Լավ, եկեք սկսենք բողոքից։ Այսօր մենք մի քիչ խառնենք, էլի։ Այստեղ այնտեղ եւ ամեն օր։ Պայմանավորվել ենք քաղաքացու հետ, զանգ եթերի հետ կապված։ Զանգ եթերով։ Ուրամ։ Դատավոր Անի Դանելյան, նույն ինքը Փնթի Կարենի աղջիկ, մեր հյուրերին չայ, կոֆե եւ այլն հյուրասիրեք։ Այսօր դուք եք դրանով զբաղվում։ Ուր այդ կնիկը։ Բողոքները շուշուտ ընթացանք եւ անցնենք բուն թեմաներին։ Մյուս պարոն Աբազյան, ուրեմն մեր ձեռքի տակ հայտնվել է մի հատ փաստաթուղթ, զեկուցագիր, զեկուցագրին տեղեկանք։ Ես ուզում եմ այդ տեղեկանքը ընթերցել, որը վերաբերվում է ԿԳՄՍ նախարար այդ Ժաննա Անդրեասյան դրանց։ Ես մի փոքր բառերը կձևափոխեմ, բայց հասարակությունը թող ծանոթանա ձեր մոտ եղած տեղեկանքներին։ Ուրեմն Կարեն Գիլոյան գոյություն ունի։ Կարեն Գիլոյանի թեկնածու Տիգրան Սիմոնյանը ընտրվել է Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
այդպես մարդ կա։ Մինչ այդ Տիգրան Սիմոնյանը հեռացվել էր դեկանի պաշտոնից։ Նույն օրը հեռացվել էր նաև պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ինչպես իրեն ձևակերպում են ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողները, Եկատերինան։ Երկուսն էլ դիմել էին ԿԳՄՍ նախարարություն, իբր անօրինական էին հեռացված ԿԳՄՍ-ն էլ պատասխանել է, որ աշխատանքային իրավահարաբերությունները քննարկվում են դատարանում։ Ես բառերը փոխում եմ, որպեսզի Գիլոյանը տեղյակ լինելով նախարարության պատասխանից, Տիգրան Սիմոնյանին առաջադրում եւ ընտրում է ռեկտորի ԺՊ։ Տիգրան Սիմոնյանը Գիլոյանի հովանավորությունը ունենալով հաջորդ օրը նախկին ռեկտորի հրամանը առանց դատարանի որոշման մեկ այլ հրամանով չեղյալ է անում եւ վերականգնում Եկատերինային։ Բացի այդ, նույն անօրինական եղանակով վերականգնում է իրավաբանին։ Բացի դա, նաև իր վրա վերցնելով դատարանի ֆունկցիա վճարում է նաև հարկադիր պարապորտի համար, այսպես, անօրեն ճանապարհով ինստիտուտին պատճառելով ֆինանսական վնաս։ Պատտվող լուրերը, որ ինստիտուտի հոգաբարձուների նախագահ Կարեն Գիլոյանը տեր է կանգնում այս կոռումպացված թիմին, դառնում է ապացուցված։ Կրոմե этого, Տիգրան Սիմոնյանի կինը մեղադրվում է նորածնի վաճառքի գործով, այսինքն անցնում է նորածնի վաճառքի գործով։ Գործը դատարանում է, նիստը կկայանա հունվարի 29-ին։ Տիգրան Սիմոնյանի կինը Հայկանուշ Կիմիկի Փիլոյանը անցնում է ԵԴ 1388-01-20 քերական գործով որպես կազմակերպիչ նորածին երեխայի վաճառքի, ինչ հետաքրքիր ընտանիք է։ Հայկանուշ Կիմիկի Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմինե Բաբիկի Սարգսյանի օժանդակությամբ կազմակերպել է Արմինե Նորիկի Ավետիսյանի օժանդակությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով Վարդիկ Հրաչիկի Այվազյանի նորածին երեխային վաճառելու եւ խնամքը ստանձնելու նպատակով այդ երեխային Արմինե Նորիկի Ավետիսյանի կողմից գնելուն։ Սենց ինչ-որ մի հատ խառը խուճուճ երևույթ։ Ես հիմա ոչ մի բան չեմ կարողանում հասկանալ։ Երեխայի վաճառքով անցնող տիկինը Հայկանուշ Կիմիկի Փիլոյան գտնվում է ազատության մեջ։ Մարդը երեխա է վաճառել։ Իա համար մֆրֆռմա։ Դատավորի նկարի վրան բոզի տղա գրած մարդը 8 ամիսա փդմա դադարանում։ Տհաճ մարդ։ Լավ, այս երկրում ինչ որ միտեղ օրենք բար գոյություն ունի, թե չունի։ Բոլոր բուհերը էլ բու չկա, քանդիկ, բլիկ, ավիրիկ, ում ուզում հանեմ, ում ուզում նշանակեմ, այս ռեկտորը կպականա, էլ մի ռեկտորը չգիտեմ խերականա, էլ մի ռեկտորը դոգականա։ Դուք հասկանում եք այ Նիկոլ Փաշինյան բոզի տղա դու ինչեր ես անում։ Երեխայի վաճառքով զբաղվողը դրսում է, այն մեկ դրամը մարդուն բերեմ դնում եք ռեկտոր, այն մեկին ես ինչ չեք անում, լավ էսի չա կատարվում ես երկրում, հարգելի ժողովուրդ։ Հիմա ես նայում եմ ես նույն, ես ոնց հասկացա ֆիզկուլտ ինստիտուտի, ոնց որ Բրյուսովի ինստիտուտի ռեկտորները, քանի որ ունեին իրենց սեփական կարծիքները, դրան ընդեղ են Բրյուսովին հանին քսին դուրս։ Հիմա Բրյուսովն ու մանկավարժականը միացնում են իրար, ուսանողները ջուրը բերաններն առած նստած են։ Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորին ընդե հանին ճամփին, պոեզդուշով։ Ինչ որ մի հատ այդ բոզի տղու են բերել, կպական, որ էս էլ այդ բուհանի բիզիմդիր։ Եվ ես ուղղակի զարմացած եմ ուսանողության, հասարակության, պրոֆեսորա դասախոսական անձնակազմի այս կատարյալ անտարբերությունից։ Կատարյալ, ինձ հետաքրքիր է, լավ, Հայաստանի ժողովրդի մեջ, մարդկության մեջ, գոնե ինչ որ մի բան կա, որը որ կարա այս մարդկանց հուզի։ Առողջապահական ոլորտի վրա թքած ունեն,
որ իրանք էլ դրանից դժում են։ Բանակի վրա թքած ունեն, թե ինչ կանեն բանակը, ոսկը ծավատեն եւ այլն։ Դատական ամեն ինչի վրա ժողովուրդը թքած ունի։ Ինչ հետաքրքիր է Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, բացի ուտել, սեքսանել ու քաքել, ուրիշ ինչ որ մի բանի մասին մտածում է, թե ոչ։ Ինչ որ մի երևույթ կա, որը որ Հայաստանի ազգաբնակության գոնե 30%-ին կարա անհանգստացնի։ Հələ ասինքեր կառավարություն քո մորը ծծծնեմ, ես ինչ ես անում։ Կատարյալ անտարբերություն։ Լավ հլեն տարիքով մարդիկ հասկացանք, չգիտեմ 40-անց, 50-անց ինչ որ անջատվել են ընտանիքի, բայց ուսանողությունը, սելի ուսանողներ, դուք եք այսքան անտարբեր։ Այդ նույն թենիսի բն կորտելը մարդիկ ելան բանը ընկեր սիսի բոզի տղեն ասում է չէ քանդելու եմ ես թենիսի կորտը քանդելու եմ որովհետև կա մի հատ ագարկի ծնունդ ով է տարածնարելը ուզում է ես իմ ինչ սարքի սպորտսմենները լռում են ուսանողները լռում են աշակերտները լռում են լավ սես խոմ չի կարելի շարունակվել ժողովուրդ ջան հարգելի ուսանողություն Դուք նույն բրուսավետ ուսանողներ, դուք ես ուղղակի զարմանում եմ ձեր քար անտարբերության եւ լռության վրա։ Ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողներ, սաղդ մուսկուլնի եք, դուք չեք ասեմ, ես ինչ են անում արամեր հետ։ Կատարյալ անտարբերություն է, կատարյալ ու առհամարական վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ։ Մի հատ կուլտուրական աղջիկ կա, այն օրը բանանը, արձագանքը մո Վարդան Ղուկասյանին, շախմատիստ է։ Ասում է, պարոն Ղուկասյան, դե ես անդրադարձել եմ, որ ես ատում եմ շախմատ, ես չեմ սիրում շախմատ, ես զզվում եմ շախմատից, այդ անէմոցիոնալ խաղ, ասում է, չեն դեղ էմոցիաներ կա, բան չունեմ ասելու, այնպիսի էմոցիաներ են շախմատի մեջ, որ ոչ նկատվում է, ոչ երևում է, նստած էմոցիա է, միգուցե, մեջ էմոցիա կա։ Անհանգստացած էր այդ աղջիկը կապված, որ ես ասել եմ կրճատեմ այդ 170 միլիոն դրամը եւ կուղեմ թիվ 1 բժշկական այնտեղ համասարանական հիվանդանոցի աշխատավարձ։ Ես լսեցի այդ աղջկա ելույթը։ Ես այո, դա ասել եմ, բայց ես ուզում եմ այդ գեղեցիկ դեմքով աղջկան շախմատից պատասխանել, որ հարգելիս, ես ասել եմ կկրճատեմ, եթե շախմատի ֆեդերացիայի նախագահ մնա Սերժ Սարգսյանը։ Որովհետև նայեք, ամբողջ ազգը դուրս եկավ մերժեց Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ազատության մեջ է 1։ Երկրորդը շախմատի ֆեդերացիայի նախագահանա 2։ Լավ, թողել եք շախմատի ֆեդերացիայի նախագահությունը այդ մարդուն, քանի որ Նիկոլ եւ Սերժ Սարգսյանը իրար սիրում են, թողել եք։ Ուրեմն թող ընկեր Սերժ Սարգսյանը ֆինանսավորի, այսինքն 20 տարվա պետական չինովնիկ եղած Սերժ Սարգսյանի սաղ շրջապատը ունեցավ ապօրինի գույք, Սերժ Սարգսյանը չունի ապօրինի գույք։ Սերժ Սարգսյանը գումար չունի, ես հասկանում եմ այդ 170 միլիոն դրամը ես իմիջ չխնդրեմ, թող թա, բայց ընկեր Սերժ Սարգսյանը ավելի հարուստ է, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Եվ ես դա բանի նկատի ունեի, որ եթե մնամ Սերժը, թող Սերժը լիա ջեբից ֆինանսավորի, գոնե այդ պայմանով։ Եթե չէ Սերժին թող հանեն ուրիշ մարդ բերե։ Հիմա ասում եմ, եթե բերեն ԿՊԱ-կան կարող է բերեն, ինչից են վախենում։ ԿՊԱ-կան թող չկա, թող հանրապետական գա։ Ես մտադրություն չունեմ վնասելու, ոչնչացնելու ինչ որ մի մարզաձև, անկախ տանի սիրում եմ, թե չեմ սիրում։ Ես դա էլ ասեմ, որ հարգելի շախմատիստներ, հանգիստ եղեք, ինչքան էլ որ ձեր մեջ չգիտեմ եւ այլն, բայց խնդիրը կանում է նրանը, որ եթե Սերժը մնացել է, то Սերժը ֆինանսավորի գոնե։ Իա ջեբից։ Միտեղ թող Սերժ Սարգսյանը փող ծախսի, այդ կարած ջեբը, որ կարել է մախով էլ խփել է, պլոմբել է, թող ձեռը տանի ջեբը, փող ծախսի։ Որը որ բնորոշ չէ Ղարաբաղցիներին։ Ղարաբաղցիները սովոր չեն փող ծախսելու։ Ռոբերտ Քոչարյանը փող ծախսում է, մի ընտանիքի օգնում է, չէ։ Մի հատ Ղարաբաղցի ցույց տվեք։ Բացեն օղորմածիկից։ Էն էլ երևի բացառություններ են Լևոն Հարապետյանը, ինչ էր, դուբլի գնաց։
Այնպես որ ես ասում եմ շախմատի նկատմամբ, այո, չեմ սիրում այդ մարզաձևը, բայց օրինակ չի որ ասեմ, չէ փակեք։ Իսկ եթե թողում եմ նախ բացառում որ Վարդան Ղուկասյանի ժամանակ Սերժալնի ֆեդերացիայի նախագահ, բայց եթե ընդունենք ֆանտաստիկայի ժանրից 001 քերակատարողական հիմնարկում նստած ֆեդերացիայի նախագահը, ում թույնքն էլ բանա ֆինանսավորի։ Եթե ուզում է այդ բանը պահի այդ իա ձեռը։ Ստեղ մի րոպե։ Սուրեն Պապիկյան։ Ուրա։ Ուրեմն պարոն Աբազյան, ես ուզում եմ հասկանամ, ժամանակին կար զինվորական հակահետախուզություն, հիմա այդ հիմնարկը կա, թե չկա, չգիտես, դուք հիշում եք անցած մեր հաղորդման ժամանակ մենք անդրադարձել էինք Վայքի Զորամասի միջադեպին, երբ որ լուրեր էին տարածել, որ Վայքի Զորամասից ժամկետային զինծառայողը Խլեբարեզը ձու էր գողացել, այսինքն 300 քանի հատ ձու դրել էր ավտոն, բռնվել էր եւ այլն։ Ես որոշեցի լրացուցիչ հետաքրքրել եւ պարզեցի, որ վաղուց ես անդադ գնում եմ մեր համին, այսինքն իմ թվերի, զինվորական ճաշարաններում զինվորները այլևս չեն ծառայում, այսինքն ոչ Պասուդամոյկա, ոչ, չգիտեմ, խոհարար, ոչ են, այդ ամբողջը քաղծառայողներ են։ Եվ առաջանում էր հետաքրքիր հարց, ինչ էր անում այդ ժամկետային զինծառայողը որպես խլեբարեզ, այսինքն այդ ժամկետային զինծառայողին որպես խլեբարեզ բերեկուխել էին, զուտ փողը վեկալ է բերեմցել են այնտեղ ինչ-որ մի բան ձևակերպել են։ Հիմա ռազմական ոստիկանությունը, որ բռնել է այդ զինվորին, մալադեց, բռնել է այդ զու գողացողին։ Բայց ես ուզում եմ ռազմական ոստիկանության պետին հարց տալ, թե Վայքի, թե կենտրոնական ապարատի, այդ թվում նաև զինվորական դատախազին հարց տալ, այդ թվում նաև ռազմական ոստիկանության ՕՕՍ-ի պետ Արտյոմ Ավագյանին, այդ ինչ որ Ավագյան ազգանունը ժառանգաբար փոխանցվում է այդ ՕՕՍ-ի պետերի վրան, դրան հարց տալ, որ դուք զինվորի ձուն տեսակ, բրավո, բայց այդ զինվորի ձուն ուր էր գնում։ Դուք ասում եք գնում է խանութ վաճառվելու, օքեյ, թող գնա խանութ վաճառվելու։ Իսկ որ Վայքի Զորամասի հրամանատար Արմեն Հարությունյանը, եկած չեկած, որը նոր է նշանակվել, Երևանից որ մտնում ես Վայք, աջ թևի վրա, ունի ռեստորան, հացատունա ռեստորանա, լափելու տեղ։ Ռազմական ոստիկանության, զինվորական դատախազության, հակահետախուզության համար հարց չի առաջացել, պարոն հրամանատար, դուք հիմա հրամանատար եք, թե բիզնեսմեն եք։ Այդ ավանդույթները ռայոնների հրամանատարների, ռեստորան դնել, մոթել դնել, արձակուրդային գազելներ պահել, ինչ են ասում այդ ավտոները, մոտս բանշել եմ, Ford Sprinter, դրա վերջը երբ է գալու։ Պարզ բանի համար ասել, որ Երևան Գորիս կամ Սիսիան տաքսին վերցնում է 4000 դրամ մի ուղղությունը։ Սպրինտերները, այդ գազելները, որոնք որ գործում են Զորամասի հրամանատարի անմիջական ենթակայության տակ ուያ բիզնեսն է, զինվորին տանան բերում են 10000 դրամով։ Այսինքն ավելի թանկ։ Ու պրիտոմ օպտն։ Այսինքն գնդի հրամանատարը տալիս է 7 հոգու արձակուրդ, այդ 7 հոգուն տանը նստում են գազելնիքը, հələ մի հատ էլ գումար են դուրս գրում արձակուրդի համար, որ իբր թե զինվորին տրվել է ճանապարհածախս, որ գնա գա, էդի մեկ լափում են, երկրորդը զինվորը դրանով գնում է Երևան, հետա գալում Երևանից նույնը թե մի հատ դրամը վճարում է 10000 դրամ, այսինքն 2000 դրամ ավել։ Գումարած դրան ցանկացած վեշ, որը որ զինվորի ծնողները ղրգում են Զորամաս, այդ նույն գազելնիկով ու սպրինտերներով, դրա համար էլ առանձին վարձավճարա տալում։ Չգիտեմ, 200 դրամ, 500 դրամ, 300 դրամ, նայա շոֆերը վեկալում տանում է։
Բնականաբար հիմա Զորամասի հրամանատարները կասեն, էդի մերը չի, էդի ճվճվ խոսքի օրինակ Արոյինն է վայքեցի, բայց վայքեցի ճվճվ Արոն, որ այդ գազելի տերն է իբր թե ինքը կիսովի կամ ամբողջական գործն անում հրամանատարության է, թե չէ ճվճվա, լվլվա, ցփցփա, խռգլոխա, ով է դա որ զինվորներին լցեն մեջ ասեն, չէ սալո պիտի գնաք զինվորներ եւ գնացեք։ Չէ։ Բաուն Աբազյան։ Այսինքն այն հին սովորությունները, որոնք որ եղել են նախկինների ժամանակ, ես հիշում եմ, մենք ինչքան էինք բռնում։ Նամա Քելբաջարի գազել, Սիսյանի գազել, Ղափանի գազել եւ այլն։ Ապրանք տանել, ապրանք բերելուց Ղարաբաղի գազելնիքը, բոլորը լավ ինչ։ Այդ բոլորը հրամանատարներին էին։ Անդե բռնում էինք, անդե Գասպարյան Վովային զանգում էին, Սերժի Վաչո, Սերժ, Խաչատուրով, այսինքն գլխավոր շտաբի պետերի փոխնախարարների մակարդակով ասում էին, այս քո ռազմականության, ռազմականի աշխատողները ընչեն բռնե գազելը, մենք լավ բան ենք անում, երեխեքը սաղ միասին գալում են, միասին էթում են։ Ասում են, բայց ու միասին էլ ենթարկվում են ավտովթարի։ Ու միասին էլ էթում են վերև, քրիստիկի օբյեկտ։ Դատավոր անի, արգիշտի ձվերը գլգլարա, մարդը նեղում է, վեկալ է գնացեք իմ աշկից։ Ու այդ նույն երևույթը հիմա նույնությամբ շարունակվում է, նույնությամբ, ոչ մի բան չի փոխվել, պրոստը գներն է թանկացել։ Եվ հիմա, էլի նորից, երբ որ ինգեր Նիկոլ Փաշինյանը հալամ ասում էր, բանը, զինվորականներն են, թալանում էին, կեղեքում էին, էլի նույն պրոսեսը շարունակվում է, էլի ոնց որ այն ժամանակ էին, գնդի հրամանատարները օբյեկտներ ունեին, մոթելներ ունեին, գազի զապրավկեք ունեին, նույնությամբ էլի այն որ ասում է հին ավանդույթները շարունակվում են։ Ու այդ ձուն, որը որ բռնվել է վայքի, այդ զինվորը որ դուրս է բերել, արդեն կասկածում եմ, որ այդ ձուն եղել է զինվորն ուզեցել է յուրացնել, չէ։ Ամեն հավանականությամբ այդ ձուն նախատեսված է եղել այդ ռեստորանի համար։ Պրոստը ռազմականը բռնել է, ջարդել են այդ երեխու գլխին։ Այս է խնդիրը։ Մյուս խնդիրը կապված այդ Սիսյանի Զորամասում տեղի ունեցած միջադեպի հետ։ Այդ ձանտակ մնացածը։ Ես որոշել էի չխոսալ, ասելով լավ, հիմա ոչ ծնող է եւ այլն, բայց չիմ կանա։ Ոնց որ ասում է Պեպոյի մեջ, չիմ կանա, դեդի, չիմ կանա։ Կփորձեմ մաքսիմալ զուսպ։ Զինվորի հարազատներ, չկան գիտեմ Բենյամին էր այդ տղայի անունը, ու հետո մնաց բան ծնաբեկի տակ։ Ես ուզում եմ մի հատ բան հասկանամ, բոլորդ չափահաս մարդիկ եք։ Ձեր զինվորը գտնվել է մարտական դիրքում, մարտական դիրք ու պիտոմ ձմեռ օրով, չի գտնվել, չէ, որ ամառեր, ճանապարհները բաց էր եւ այլն, ձմեռով, որտեղ ձունը, ահա, տեղեր կա вообще, մտնում ես ու մնում ես, մինչև գալու։ Ինչով էր պայմանավորված այդ հապճեպությունը, որ ռեստորանում սեղանը գցել ենք, սպասում էինք, որ երեխեն գար։ Գնաց ռեստորանում սեղանը գցել էին, սպասում էին, որ երեխեն գար ու մտներ քեֆի տեղը, հլենք ծափ տանք։ Հարգարժան ծնողներ։ Ես հիմա բոլոր ծնողներին եմ դիմում, եկեք չկենտրոնանանք կոնկրետ այդ ընտանիքի վրա, պրոստը այդ ընտանիքի օրինակով մյուսների։ Ես հիշում եմ նման մի դեպք իմ հետ էլ ա եղել։ Ձեր որդին գտնվել է մարտական դիրքում։ Ձան տակ, ամբողջը ձան մեջ։ Ճանապարհ նեմա։ Հիմա ասում են, որ դաժե գնաց է Բենյամին, այո, դաժե գնաց է հասել եք Զորամաս և պարտադրել եք հրամանատարությանը, խնդրել են, աղաչել են, պղատել են, որ երեխուն իջեցրա։ Ոնց ուզում ալի թող իջնի, սեղանը գցել եք, սպասում ենք։ Զորամասի հրամանատարը հայտարարում է, ասում է, ես եղել եմ արձակուրդի մեջ։ Ես չկա, ես արձակուրդի մեջ եմ եղել այդ օրը։ Արդեն արձակուրդ։ Խափում է։ Ակնհայտ, որովհետև Զորամասի հրամանատարի անունով
դեր շաբաթ օրը դեպք երկուշաբթի եղել ոնց որ դեր շաբաթ օրը զեկուցագրել են մուտք եղել։ Եթե Զորամասի հրամանատարը Սիսանի արձակուրդում ա եղել, զինվորական դատախազ։ Ազնակազմը հրամանատարի անուն ազգանով զեկուցագրել ո՞ց ա մուտք անում։ Այսինքն հիմա դուք փորձում եք փրկել Զորամասի հրամանատարին։ Ես էլ եմ հասկանում, որ Զորամասի հրամանատարը տեղի ա տվել ծնողների, հարազատների պահանջին ու ասել է տղա ջան, ո՞ց ուզում ես ինչի։ Ինձ թե կերան։ Հիմա ես չգիտեմ տեղի ա տվել, թե տեղի ա տվել։ Ես ելնեմ Զորամասի հրամանատար, ինձ գան ասեն մեր երեխին սեղանը գցել ենք, սպասում եք, ինքը պիտի իջնի, 1000 անգամ ներողություն կասեմ, դուք իմ ոտերը կերել եք, հելակուս եք տիրել այստեղից։ Ծունը կհալիք իջնի։ Կամ տեխնիկա կբարձրանանք, իջացնենք։ Ծնողները իրենք են զաստավիտ արե, որ չէ պիտի իջնի, սեղանը գցած սպասում ենք։ Ինչ սովորություն ա։ Եվ առասանակ ես ուզում եմ դիմեմ բոլոր ծնողներին, հագերի ծնողներ, այդ սեղան գցել, վազել ռեստորան, սեղանը ֆիգուրից գցելը հայել կա։ Քանի ձեր տղայի ձեռը զորացրման թերթիկը չեն տվել, քանի ձեր տղան Սիսյան, Ղափան, Գորիձեսի ինչ որտեղ արենքից տուն չի եկե մտե, մի վազեք ռեստորան սեղան գցելու։ Ճանապարհ դուք ձեր գործողություններով ստիպել եք, պարտադրել եք ձեր ոնց որ դուք եք ասում ձեր լույսի պես տղուն մուզիկանտ, երգիչ եւ այլն վտանգի ենթարկի իր կյանքը եւ իջնի որը այնտեղ համագյուղացիներ բան խոսալով լացելով ասում են թե ինչի է մենակովիչ է բայց շատ ներողություն դուք ուզում եք մի քանի հոգել հետը մնար ձանտակ ոչ թե պետք է ասել ինչի է մենակովիչ է, այլ պետք է ասել խիալապշեի չէ, առանց տեխնիկայի։ Այսինքն մի հատ պիտի հետը աֆիցեր դնեին, կամ երկու զինվոր ասեն իջեք, սաղովդ մնացեք ձնաբքի տակ, կամ բանի Սնեժնայա Լավինա։ Նմանատիպ դեպ 96 թվական, եթե չեմ սխալվում, եղել էր Արդանիշի դիրքերում։ 3 հոգի մնացի միանգամից ձանտակ, 3 էին 4 են, ես զինվոր չէի այդտեղ, եկասար դրա մասին էին։ Բանալում է խոսում, որ Իջնելուց այդ բաների այդ արանքով պերևալի են կոմից եկե ծածկելա ու շաբաթներով ման էին գալի զինվորի մահվան մեջ ես առաջինը մեղադրում եմ հարազատներին ինչքան էլ որ դա ցավալի լինի երկրորդը նոր հրամ կազմին հրամանատարը Սիսյանի գնդի հրամանատարը միանշանակ պետք է ազատվի որովհետև տեղի ա տվել դու հրամանատար նրանք չեն հասկանում բայց դու որպես հրամանատար զինվորական դատախազ, այդ հարցը տվել ես, դու որպես հրամանատար հասկանում ես, չէ, որ այդ զինվորի սարի գլխից նման ձնային պայմաններում ներքև հասնելը 50-50 էր, լավագույն դեպքում, ծնողը կխնդրի, կաղաչի, պատարականի եւ այլն, իհարկե որ, ես հիշում եմ նման մի հատ միջադեպ եղել էր, ես ելնելով Վայքի Զորամասում սպասարկում էի նաեւ Սիսյանը, Ինչ էր եղել, խեր եղել, միջադեպը չեմ հիշում, ձուն ձմեռնոցով ես եկել էի Սիսյանի Զորամաս։ Այդ արդեն այս զորացրման ժամանակներն էր, նոյեմբեր, դեկտեմբեր, ունդեղ նմանատիպ խնդիր էր։ Ծնողներն եկե պահանջում էին իրանց երեխուն իջացնել։ Զորամասի հրամանատարն էլ օղորմածիկ Արթուրն էր, որ բանը մեռավ։ Շտաբի բանպետերը ոնց որ ընդեղի չեմ հիշում, բանում Ղարաբաղում։ Աս ինչ խնդիր ա եղել, ինչ են ուզում, ասեց եկել են ասում են ձունձը մերոցով թոյիշնի, բան էր, հարսանիք էր, կվոր հարսանիքներ, եկել են ասում են պիտի իշնի տանեմ ենք հարսանիք, տեխնիկայը չէր կարա բարձանարը տեղ, ասում են ինքը ոտով բնեք իշնի, ես եմ հանը շպրտ է դուրս, եկողներին էլ, հարազատներին էլ, Այնունը պիտի աներ գնդի հրամանատարը, որը չի արել։ Հիմա ասում եմ ես արձակուրդում եմ եղել։ Գրող ու սև ցավի մեջ չլներ, նրանք էին անհասկացող բադու։ Դրա համար Վարդահոգասանի շատերը սենց էին անում։ Քվոր հարսանիքն է, հիշու՞ց, քվոր հարսանիքն է եկել ենք տանեք են օղորմածիկներ, Արթուր էր ես ինչ է որ բանում Ղարաբաղում բան եղավ Զոֆով։
Հիմա սրանք են, լույսի պես տղա էր, ես ինչի ամենակով, բա տա մի երկու օկու էլ հետը դնեն, նրանք էլ վարեի թայ։ Ես բացարձակ հրամանատարությունը չեմ արդարացնում, բացարձակ, բայց ես ուզում եմ, որ մյուս ծնողների նաև դաս լինի։ Ձեր ռեստորանա, բանակի քեֆա ինչ գրող ու սև ցավա, զինվորը գա կհասնի տուն, ախպեր դուր հելը գնացեք ինչ ուզում եք արեք։ Մի զինվորին էլ գցեք վատ վիճակի մեջ, որ սեղանակ, ես հիմա պատկերացնում եմ քանի անգամ են զանգե։ Այդ խեղճ երեխին, ախպես սեղանը կծես սպասում եք, ցավը տանեմ արա ուր ես, կյանքիդ մեր զինվոր ախպեր կյանքի, այս լեքսիկոն եղել լա, մերրեմ թե չի եղել։ Անընդհատ զանգեզ այն էլ հելելա լպրտալ են երևի էլչին է, այս կոմետա, այն ավտանգավոր թափով ախպեր, սեղանը կծած սպասում են, հասի։ Էլ չեն ասեմ, այդ երևույթը խոմ բան դաշտի միշի չի գալի, Արարատյան դաշտավայրի։ Եկավ, հասավ, պսակները խպին նիվեքի վրեն յաշիկների, տարան կծին պոսը, պրծ, հասավ։ Կավոր գալում ենք, կավոր հարսանիքն ա, ես իմ ինչի ես հա, ես ինչա վեկալ ենք տանենք։ Հասում է չէ, ես ինչա քուրը հիմա ամուսնանım, քուրը գիտե ախպերը բանակը մա, ինչի է հիմա ամուսնանım, բաժարա։ Որտե՞վ եկել են տարել են քավոր հարսանիք, մեկը քավոր հարսանիք կամ դանգվելո, կամ ավալյայա տվե, կամ ես իմ ինչա էլ է, խնդրեմ, վերջում էլի ինչա, դե բանակն ա մեղավոր։ Առհասարակ, եթե տնից զինվոր ունեք, ձավը վաբշե առհասարակ, ոչ քուր ամուսնացրեք, ոչ ախպեր ամուսնացրեք, ոչ էլ բանակի քեֆ արեք, քանի չի, այդ զինվորը կգա, նոր քուր եք ամուսնացնեմ, ախպեր եք ամուսնացնեմ, ես իմ ինչ եք անեմ արեք։ Մահը հասկացանք, մահը բան չի, նախագծած չի։ Քոր հարսանիքն ա դիրքերից պիտի իջնի, եղել ատես դեպքեր էլ ա եղել, ասել եմ ոչ, հես մեկը վայքի զորամաս, թող քորը չամուսնանա, ու չեմ թողեմ, ու ավելին հսկողություն եմ տրեմ, որ եթե հետից մի մետր բել չիլացած, էդ հմա բերդ, քուրն ամուսնանում ա, աղպերը բնկնքավ եմ ա, բանակա թե բարդակա, իրանք, քուրը գնան դե ուփուփանեք ես պիտի զինվորի մարտական հերթափոխեցի չնեմ գնա քուրն ամուսնանն մո այսպես դեպքեր էլ է ես ժողովրդի մենթալիտետը չի փոխվում հիմա էսիա լուսի պես տղա էր ինչի մենակով էլի լուսերի մեջ մնա բայց հասկացեք ինչ եք արել դուք ծնողներով ինչ եք արել դուք եք մեղավոր հրամանատարությունը էլի մեղավոր է բան չունեմ ասելու բայց հրամանատարությունը տեղատվեց ձեզ որտեվ տավարի ցավ ա եղել հետո զինվորական դատախազ ուզում մի բան հասկանամ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի տղեն ոնց հաստատվում որ ծառայությանը ընկե բան Սյունիքում կորպուս հիմա էլ ամբողջ օրը տունն ա Տեղի ռազմական ոստիկանությունը դա չի տենում, ոչ ստացվավ ձուն, բռնում են, բայց մարզպետի տղեն, որ կայֆավատը ալնեմ, իբր թե ծառայը մա, դրան չեն բռնում, ոչ հաստացի, որ ընգել անտե, ինչի Սյունիքի բնակի չէ, ծառայումը Սյունիքում, այլ ոչ թե ասենք հոկտեմբերյան, Երևան, չգիտեմ, նոյեմբերյան կամ Դիլիջան։ Մենք կփորձենք կապնվել Սյունիքի մարզպետի հետ մոտակա ժամանակներս, համագումարից հետո հասկանալ, ոչ հաստացվել։ Քանի որ գնաց խոսք Սյունիքից, անդառնանք իջնենք մի քիչ ավելի հարավ, Մեղրի։ Ուզում եմ դիմեմ պարլամենտական ընդդիմություն կոչվածներին, այստեղ շատ ուշադիր, որովհետև ես պարլամենտում չեմ, իմ մարդիկ պարլամենտում չեն, Եվ սա ավելի շատ պարլամենտական ընդդիմության լիազորությունների մեջ է, քան թե ավականու կամ սովորական կուսակցության։
Պարլամենտում այսքանի օրը զբաղված են ժողովրդական արտիստ, վաստակավոր բոզի տղա, չգիտեմ եսի ինչ նմանատիպ կոչումներով։ Կոչում պետք է, կոչում պետք չի, ինչ է, սուպեր սակոյա, Լեդի Գագայա, ինչ է, դրան վաստակավոր արտիստ, թոլի ժողովրդական արտիստ, ինչ-որ սենց կոնֆլիկտներ են գնում անհասկանալի։ Հիմա ես ուզում եմ հարց տամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմադիր այդ երկու կուսակցություններին, ովքեր որ զբաղեցնում են ընդդիմության դիրքերը եւ իրենց լրատվամիջոցներով սիստեմատիկաբար կռլում են իրանց պատկերացմամբ ինձ տաբեր պատճառներով թե ես ինչպես եմ վարվում կուսակցության հետ, խի եմ վարվում, խի սենց ես նիկոլական եմ եւ այլն։ Բան բոզիտողության գագաթնակետ ուր այն լովիկը մուսկուլնի նստի լովիկ։ Հիմա ես ուզում եմ հարց տամ ինչի լովիկին ասեմ որովհետև լովիկս հանդիսանում է թագաժարանք պրինց ու տենց էլ արքայ բանը մի հատ կինո կա հիշեցի Զոլուշկը ի տրի արեշկի ինչ-որ տես մի հատ լեհական Made in Polsha, լեհական ֆիլմ կար, ամենագեղեցիկ ֆիլմը բանի մասին, մոխրոտիկի մասին է, երեք ընկույցը եւ մոխրոտիկը, դրա մեջի պրինց կար, այտենց, ահա։ Հիմա քանի որ մեր ազգային ժողովի դեպուտատների միջի պրինցն էլ մեր Լևոն Քոչարյանն է, ես լիցե Լևոն Քոչարյանը, չնայած ինքը որպես ղեկավար, մեր լովիկը շատ թույլ անձնավորություն է, ճիշտ է մուսկուլի ունի, բայց որպես ղեկավար որ կարան այդ ոհմակը ղեկավարի Թևանյան բոզի տղա եւ այլն որտեղ ընդեղ են իրարցցանամ այնպես չի որ ու այդ ուղակի ի տարբերություն հանրային ձայնի որը բացահայտ դրեցիա կեղտից ուզում է ձերբազատվի ընդ չեն կարող ընդ ասում են ամոթա հələ իրարցցնենք հələ տենանք ոնց ալım ժողովուրդը չիմանա դա կազդի վարկանիշի վրա ոչ մի կուսակցություն նույնն էլ բանա պատիվ ունեմ ու մարդիկ թքին մանդատ դրին էլանասին գնացեք ծրծփեմ ձեր վրեն ոնց որ եմ Վանեցյանն արեց եւ այլն այսինքն պահում են հասկանում եք պահում են ի վնաս պետականությանը ես ասում եմ ես հələ այդ է չէ սիկտեր եմ անում որովհետեւ սիկտեր եմ անում այտենց եմ ուզում իմ մազը այսօր այտենց է կարելի ես այտենց եմ ուզում վсё հիմա Լևոն Քոչարյան հեսա մենք նաեւ կանադառնանք մյուս թեմաներին բայց ես հիմա լիցե Լևոն Քոչարյանը եւ ուզում եմ դիմեմ են բանը պատիվ ունեմ ին Տարոն Մարգարյան բան դեզդեմ մոտ են ստացել հիմա հարց գույցուն ունի մի քաղաք բոլորին հայտնի անունն է Մեղրի Մեղրու շուրջ խոսակցությունները թեմաները նյութերը անընդհատ պատտվել են հələ Վազգեն Սարգսյան կար Մեղրի էր հելդ ուզում բիզիմ դիրաներ հետո հելակասիկ չէ այտենց բան չկա Ռոբերտ Քոչարյանը Մեղրու հարց չի քննարկել մուտի տա բարի ասում եք ընդունում ենք իբր թե Հիմա ես մի քանի հարց եմ ուզում տամ եւ ակնկալում եմ ինքես падգամավորների արձագանքը կփն հասկանում ենք գրածա բոզի ստղեք դեռ բրծավ դրան վրա ուրեմն Մեղրի քաղաքում կա ինչպես նաեւ բոլոր քաղաքներում կա պետական օբյեկտներ որը պարտադիր է օրինակ կադաստր չէ Մեղրին քաղաքի պիտի ունենա կադաստր 2023 թվականի օգոստոսից Մեղրու կադաստրը փագա չկա գնացեք ուրիշ քաղաքում է կապ հանասիսյանը կապ չունի Մեղրիում չի տարել եմ 2023 թվականի մարտից դուրս է բերել Մեղրիում չկա ալևս պեկ պետական եկամուտների այդ հիմնարկը էդ էլ են դուրս բերել Մեղրիից 2024 թվականի փետրվարից Մեղրից դուրս է բերվում դատարանը Մեղրի քաղաքը չունի դատարան չունենալու տեղափոխել են ուրիշ քաղաք Սիսան Գորիս գնացեք այնտեղ Զի կոմիսարիատը տեղափոխում են Գորիս էդ էլ ընտից հանում Հիվանդանոցը Մեղրու չի ջերուցվում կատեգորիկ ես ամեն կանադառնանք բանեն բայց հիվանդանոցներին հիվանդներին առընտանում են Կապան Գորիս եւ այլն ես ասել եմ չէ որ անգամ դիալիզի ապարատ չկա
մորգել չկա։ Մեղրի ժողովուրդը որ մեռնում են, պիտի գնան ուրիշ տեղ հերձվեն։ Մեռալ հələ մետմետիա ոտով ու դզմա հերձվա գալիս հա։ Հիմա դուք ազգային ժողովի падգամավորներ եք, ունեք մանդատ։ Ձեզ ներկայացնում եք ընդդիմադիր։ Ինչ արեցին, ստորագրահավաք անցկացրի, հայաքվե արեցիք, որ Արցախ բրգեիք, Արցախի մորը ծծրիկ, բրկարևի տակ։ Ժողովրդի էմոցիաներն օգտագործելով բանը միտինգ արեք, միտինգի վաղ թողիկ թռակ, ժողովուրդը դեն, հարու քանի հոգու տանալցին բերդ, քանիսին թողին, քանիսին փակին չգիտեմ, մի քանի հոգու կմպցրին, վառին խաշին գցին միան, դուք թռակ, գալիս եք հրապարակ, մամլո ասուլիս եք տալım, ինչ հագերը մամուլը, վեկալım եւ մկարդում էին, ոտանավոր էին ասում, զապաս իգրոկ են, պարվաբոզ, Վազգեն Մանուկյան էին բերում եւ այլն։ Հիմա հարց, այսքան հիմնակություն որ փակվել է Մեղրիում։ Դուք տեղյակ եք թե ոչ։ Միանշանակ համոզված եմ, որ այո։ Բայց եթե այո, ձեզանից մեկը փորձել է կառավարության հարցը պատասխանի ժամանակ, հարց տա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով բոզի տողուն։ Ասի պարոն Փաշինյան, խնդրում եմ պատասխանեք։ Ուրա կադաստրը Մեղրիի, ուրա Մեղրիի պեկը, Փետրվար ամսից խիա դատարանալն Մեղրիում բիզիմդիր, զին կոմիսարիատը ինչի էս քաղաքից տեղափոխում Գորիս, հիվանդանոցը խիչի ջեռուցվում եւ խի քաղաքում մորգ չկա։ Ընթակա դա սահմանամերձ քաղաք է, չէ՞։ Պարսկաստանի հարևանությամբ։ Ընթակարակը դու այդտեղ պիտի այդ ամեն ինչը լիներ։ Բայց հիմա դու այդտեղից մանր, ո՞ւս կարա քաղաքը լինի առանց դատարան, առանց մորգ, առանց հարկային, առանց զինկոմիսարիատ եւ այլն։ Հիմա ինձ պիտի ազգային ժողովի падգամավորներն ասեն, որ տեղյակ չեն։ Ես կարամ տեղյակ չլինեմ, ով եմ ես։ Ես ոչ Հայաստանում եմ ապրում, ոչ չգիտեմ, ազգային ժողովի падգամավոր եմ, ոչ էլ կառավարության։ Հա? Ձեն չկա։ Նստած հիմա վաստակավոր կամ ժողովրդական արտիստի հարցն է կարևոր, որ նստած ազգային ժողովում քո դեպուտատները ինչ են քննարկում, ինքեր Ռոբիկ ու Սերժիկ, թե մի քաղաք, որը սահմանամերձ կամած զրկվում է ամեն ինչից։ Հիմա ես ինչ կարող եմ ենթադրել, որ կամած Մեղրին հայաթափում է, այսինքն պետական ինստիտուտները դուրս է բերում, որ մի գեղեցիկ օր Մեղրին էլ տա Ադրբեջանին, ասի դուք բանը պատերազմ եք ուզում, մենք չենք կարող, մենք հնարավորություն չունենք, մեզ ինձ Ադրբեջանը, մեզ խաղաղություն են պահում, Ադրբեջանը ինչ ուզում է պիտի տա, բայց ես ուզում եմ հասկանամ, Ադրբեջանը Աննա Բոլեյնի խի չի ուզում, այս էդի չեմ կարամ հասկանամ, ուզում եմ մի պա ասնեմ ռուսերենին, вот хочу обратиться к президенту Азербайджана. Президент Азербайджана каждый день, каждую неделю выступает и что-то хочет от Армении. Что-то там требует. То ли Мегри, то ли, я не знаю, там дороги, то ли Джермук. А Никол Пашинян согласен все дать. Но как-то пока невозможно. Вот я хочу задать вопрос президента Азербайджана. Президент Азербайджана Алиев. У меня к вам одна просьба. Одна маленькая просьба. Вот я не прошу отпускать какого-либо тех президентов из Нагорного Карабаха, которые у вас есть. Хоть один раз можете публично потребовать от премьер-министра Армении ее супругу. Вот скажите, что Анна Болейн или Анна Хакопян тоже является достопримечательностью или национальной, я не знаю, что там можно придумать, с гражданкой Азербайджана, что-нибудь требуйте эту суку от Никола Пашиняна. Я уверен, что и Анну Болейн, как я ее называю, эту ведьму, армянская сторона с удовольствием вам передаст. Или не передаст, не могу сказать, но надо попробовать. Если передаст, можете подарить Анну Болейн вашим военнослужащим, высокопоставленным генералам. Потому что вы лучше меня знаете, что первая леди Армении не так уж сильно блестит.
Ну, женщина пониженной социальной ответственностью. Еще давние годы, с детства. Вот делайте хоть одно доброе дело для вашего народа и для нашего народа. Я хочу посмотреть, выдадут эту ведьму вам или нет. И еще замес Марта Талама. Ասում բոզի տղա, են մարդը զորքին զինում է, զորքի քանակն ավելացնում է, դիրքերն առաջաբերում, պատերազմի է պատրաստվում, դու քո երկրում ամեն մի կոպեկը պիտի ուղես պաշտպանության վրա, ոչ մի ավելորդ ծախս քո երկրում չպիտի լինի, բայց քո երկրում մի հատ դուշը, որ արժե 500 դրամ, պետության վրա սաղցնում են 72,000. Սիսի բոզի տղեն 3 միլիոն ծախսում է կաբինետնա ռեմոնտանը տարին 12 ամիս. 6 միլիոն Սնուպ Դոգ ես բերում. Տղա ջան, դու պատերազմի շեմին կանգնած պետություն ես. Մի քանի շաբաթից պարզ կլինի, ըլում է Այսինքն ինչ կլինի հարևան Պարսկաստանի հետ, ներ քաշվում Իրանը-իսրայելական պատերազմի մեջ թե չէ, այսինքն դու էլ գտնվում ես էպիկենտրոնում, այն կողմը Թուրքն է, այն կողմը Ադրբեջանը, այն կողմը Պարսկաստան, իրար են ծծցնելու։ Քո համար ամեն մի դրամը, ամեն մի լուման հաշիվ է լինելու։ Ճանապարհները ասֆալտում են, սարքում են, մի օր հետո բլեմ թափում է։ Մարտուն ու հիվանդանոց այնօրը լրատվամիջոցներով դրել են ֆրցնում են 6 միլիոն ու կես դոլար ծախսվել է Մարտունի հիվանդանոցի վրա դու էլ որպես վարչապետ գնացիր լենտը կտրիշ բոզի տղա քո սև ու կուլիկ ագարկի հետ ապարատնիկն էիք նայում եւ այլն լրատվամիջոցներով ահազանգում են 70 օր անց է լենթը կտրելուց էսեն բանը մանկապարտեզն եղավ 70 օր անց է լենթը կտրելուց հիվանդանոցը փակազմա լենթը կտրել դեռ չի նշանակում բացել բա ի՞նչ է նշանակում լենթը կտրել նշանակում է հետևից էլի ռեմոնտ անել 6 միլիոն ու կես դրել ես այդ հիվանդանոցի վերեն ձեր թվերով պատեր ճակած տակը խոնավ նեխած բոլբսնած բլած այդ աբլիցովկա բլեմ թափամա եւ այլն ոչ մի քրական պատասխանատվություն շինարարին չեն կանչում շինարարի մամայի կնգան չոքսնեն սևանալաչի դեմը իշկա նորադուս ցիծովա գյուղցի անու շապերկան ասեն լիմա թատատեք ստելի մեծ սաղդ ու հաթա ծրանաֆարին ծծծրեք այս իսկ այդ նաֆարի տիրոջը բերթի անուշ ապերների մոտ գցեն ասեն ծծծրեք Նստած պետական բյուջեի վրա, պետական բյուջեի մուրը ծսնում են, են ինդ է զինվեմ, վերջում ասում են, դուք պատերազմ եք ուզում, մենք ի վիճակի չենք, մենք ի վիճակ, ռուսական զենքի մի մասը տեղ հասավ, չգիտեմ եսի ինչ եղավ և այլն, դու քո բոլոր քո հարկայինի պիտի բռնես ծսնես, ասես ամեն մի կոպեկը, մտնելով պետական բյուջե պիտի գնաս պարազենության ու պետական անվտանգության վրա, Դու դրանց պարգևավճար, համերգներ, շոուներ, Snoop Dogg, դուշ, հարց եմ տալի, այդ դուշի հետ կապված, նորից դուշի, որովհետև դուշը եղել է խորհրդանիշ, սիմվոլ, ինչ եղավ, կապալառուն կալանավորվավ, Են մինիստրերին շխերրի գլուխեր են սպիտակ մազելով բոզի տղեն մարսպետով բանավոր հանին, դրանց կալանավորին բոզի տղա դու չես եկե, չես տուկե, չես նայե, այս օրինակ ես ունիտազն ինչ արժե, կրանտն ինչ արժե, սալիկն ինչ արժե, խերրս ինչ արժե, ինչ ա գրած և հետ ինչով այդ առած։ Հետո կասեն փող չկա, մենք ոնց պատերազմ էինք Ադրբեջան հետ, Ադրբեջանը նավթում էր։ Եթե մի դուշը 500 դրամի տեղը 72,000 դրամ չնեկան 6.5 միլիոն Մարտունու հիվանդանոցի վրա դրել, լավ ես արել, հիվանդանոցն ուր է։ Ասա, այնտեղ թերություններ կա, լսում եմ ռեպորտաժը, այնտեղ թերություններ կան, շինարարը դրանք պետք է շտկի։ Շինարարին չեն ասում մամայից շինեմ, սարքել ես, արդեն սաղ ճակել է, բանը բլեմ թափում է, մատով քերեմ, ես ինչ ես շինե դու, դոլարն իքը ուր է։ Հա? Շինարարը
Մարդին պիտի վաղուց բերթու 64 կամեր, 46, 44, 43, անդե կծացնել, որ անուշ ապերները երբ ուզենային շինեին։ Իս շինարանի ընտանիքին պիտի մարդունեցիք շինեին, ասեին բոզի տղա մեզ թողել ես առանց հիվանդանոց, կնգա դու բալեքիդ ծծցնեմ։ Եթե դու պիտի գնաս մի բան լենթը կտրես դրանց հետո փավոցորը ինչ էր, մանկապարտեզ էր ինչ խրը գլուխ էր, հա, բա մանկապարտեզ էլի որ վեկալազանգի ասма չէ տեսնա չէ լենթ չի, մասպետան աշխատողը ասում ախպեր ջան, հետո եյանձան պիշկացել եմ լենթը կտրուկա։ Ասում կտրուկա, բաց փետրվարին բացվուկա։ Բա իմալա եթե փետրվարին բացվուկա, դու նոյեմբերին լենթ ես կտրան։ Խնդրեմ։ Հիմա բանը Ռոբիտ Հայֆեն Մարտունուց ընտրված պատգամավոր չունի, բխի չէ թեմ ծծցնի։ Դեպուտատա։ Մարտունեցիք սիրում են Ռոբերտ Քոչարյանին։ Բա ուրա ձեր պատգամավորը։ Ինչի ձեր պատգամավորը հիմա չի եկել, չի մտել, չի տեսել, չի արձանագրել, բողոքը դոշին խփած չի գնում մտնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ, պատգամավորը իրավունք ունի հանգիստ մտնելու։ Ասի տիկին Աննա Վարդապետյան, դուք մտադրված եք այս մարդուն փակելու թե ոչ։ 6 միլիոն ու կես կողել է մամայի դլոն։ Ցելի քաղաք թողել են առանց հիվանդանոց։ Ու այս ֆոնի վրա սրանց կատարած ծախսել դրել է օղակած եւ զբոսայգի, հայելի, ոչ իմ քանդամ, թենիսի կորտեր, բիզնես։ Ու դրանց ազգային ժողովում քննարկում են ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ։ Դու ժողովրդականին էլ ծծցնեն, վաստակավորին էլ հետը։ Ձեզ էլ վրեն։ Ու այս ժողովուրդը այսենց իր համար հանգիստ բանակը բանակ չի, դատական համակարգ նեմա, առողջապահություն վաբշե նեմա, նորը տեսանք ուղիղ եթերով, շտաբօգնությունը գալիս է, շաքար չափելու ապարատ շտաբօգնությունը չունի։ Եվ սա էլ նորից տեսեք ազգային ժողովը։ Նորից խնդրի առարկա չի դառնում։ Յա, այդ հարցը դոգնա բարձրաձայն է։ Մենք ո՞ւս կանանք անդրադառնանք։ Մոմենտա։ Բայց այդ նույն պատգամավորը չի մտածում, որ կարող է մի օր, այդ նույն այդ ընդդիմադիր պատգամավոր աղբի տղեկը, մի օր։ Սաղել ունեն մեր հեր, քուր, աղբեր, տատի, պապի, որոնք ոնց ուզում է ալնի գոնե իրանց միջավայրում մի հոգիմարդ կարալ ինչ է շաքարով հիվանդ։ Մարդ ես, հիմա ընկնի կոմայի մեջ, անհայտ կոմա։ Շտաբօգնությունը գալում ասում է, «Իսկ չէ, մարդը չունի»։ Կամ ինսուլտ խփի, ինսուլտ։ Ոնց որ եղել է կոնկրետ իմ պրակտիկայում, որի ժամանակ շտաբօգնության վրա է։ Ինսուլտ խփի սկորին գա, հենց իրանց տուն, իրանց մորը, հորը, աղբորը, քվորը, ինսուլտ խփի։ Շտաբօգնությունը գա, պիտի չափի շաքար, կա թե չկա։ Ինքը չի կարա չափի։ Շաքարի ապարատ չունի, չէ 2000 դրամ, 3000 դրամ այդ անտերություն, այդ քաքը չունի։ Ու այդպես կոմայի մեջ բարձր կոմայով կամ ցածր կոմայով, հիպոգլիկեմիկ, հիպերգլիկեմիկ, չգիտի ինչա։ Հələ մի 40 րոպե մենք տեսանք, որ մի 40 րոպե տևում է մինչև սկորին գալը։ Մինչև հայ բուդուր բան, այդտեղ մի 20-25 րոպե գնաց։ Մինչև իջեցնեն կողքան շտաբօգնության մեքենան մի այդքան էլ հասցնեն հիվանդանոց, այդ մարդը կոմա է, օգնություն չկա, մեռավ, մորմաշ։ Էդի ձեր հետ կարա պատահի, հարգելի պատգամավորներ, ընկեր քպականներ, այն չեմ ասում մինիստրները, չնայած մինիստրի չկապ ունի, վեկալեմ զանգամ, ասում թոթովեցինք, շտաբօգնություն ուղղակի, շտաբօգնություն կամ ինչ գիտի, մինիստրի տատնա, մերնա, քունա, թեբն պապնա։ Այսինքն դա այն փորձակն է, որը յուրաքանչյուր քաղաքացի դրանից ապահովագրված չի, բայց շտաբօգնությունը չունի շաքար չափելու գործիք։ Շտաբօգնությունը գալիս է հիվանդին թողումատունը գնում, ասում է հիվանդանոցներում տեղ չկա։ Բայց այդ քո հիվանդները շատ են, իսկ հիվանդանոցները քիչ։ Բոզի տղա կառավարություն, տես, պիտի հլեն հարց տան։ Այսօր ազգային ժողովում դե հարց տան, քարորիա է։ Դեպքեր չէ, դոգնա բարձած, դոգը ձեր մորը ծծցնի, ընկեր ընդդիմադիրներ։ Դուք այսօր պիտի այդ հարցը տայեք։ Կանչեիք, ելույթ ունենայիք, ասեք սև ու կուլիկ պորնիկ բալիկ հլարիստ է ղախպի ծնունդ։
Արիստե հələ մի հատ նստի եկել են Արսեն Թորոսյանը, ես դրա դեմքը որ ես տենեմ եմ, ուզում եմ հավեմ ու ցռեմ բենին։ Ցռեմ, մեր հարևան բանը ով էր ասում հրուշը, որ ասում էր ցռեմ, ցրծփեմ, այդ տիպի ոչ թե ուրիշ բան, միզել, բանը քավարատիկով ոնց է դատավորի, այն որ ասում է զարասլետ ու ցապնեմ քիթուբենին սպերմատոզոիդներով ոչ, էդի հաճույքի Просто ցրես դրա այդ թարախ քիթուբեն ասես բոզից վաստակ Դու եկալ է փակեցիր կարդիոլոգիայի ինստիտուտը 1 MD հոսպիտալը 2 Սուրբ Աստվածամայր ոչմ ծնդատունը 3 Տուբ դիսպանսերը թոքախտների Տուբ դիսպանսերը վեկալան փակիր Հայաստանի Հանրապետությունում թոքախ չկա Վարակեկյան իշքան կարակ Լեոյի պոլիկլինիկան 5 Աժոգովի ցենտրը այրվածքաբանական կենտրոնը մաշկային է թե այրվածքաբանականը ուր վառված մարդիկ սպիրուս սիֆիլիս դուշ բերին միասին յաս Պլյուս մարզերում ամբուլատորիաները հենց մարզերը էլի միկո այսքան հիմնակ բախի փակեցիր Հիմա եթե կարդիոլոգիայի ինստիտուտը ըլլմեր այդ ու ներեգվա սիրտանոթային հիվանդին որ այտուցի մեջ էր տանեին այնտեղ Խտիշ չկար Գումարած MVD-ի հոսպիտալ, եթե ինֆեկցիոն հիվանդները շատացել են, խնդրեմ տանեք լսեք MVD-ի բան հոսպիտալը։ Կամ ինչ է նշանակը ռոդդոմ, բրին պագին, տուբ դիսպանսեր, սովետական միությանը բան են ասում, սովետական միությունը ստեղծեց հակատուբերկուլոզային դիսպանսերը որ թոքախտով հիվանդները հաշվառվածել են այդտեղ բուժում ստանան, դեղ ստանան եւ սա վեկալան փակի։ Վառածներին բերեն պարկստում են սիֆիլիզների, փսորիազների, բանը տրիպեր, գոնորեա եւ այլն հիվանդների вообще առողջություն չկա մեկը։ Եվ որովհետեւ իրավաբան ագարկին բերե դրել են առողջապահության նախարար, ուսուցչուհուն պաշտպանության նախարար։ Այս է վիճակը դրա համար։ Սա կանխամտածված է, այո, կանխամտածված է։ Դպրոցներում վաճառում են էներգետիկներ։ Առողջապահության նախարար ես, մորը ծածցնեմ։ Հելակ հրաման հանիք սեղանին աղամաներ մի դրեք։ Որ ռեստորանը սեղանին աղամանա դնեմ դու գանել։ Խի։ Աղը չենևա, ես աղի եմ ուտում։ Հիմա ես գամ նստեմ այդ աղաման չնի չեմ ասի, իմաստը որն է։ Բայց դու թույլ ես տալի, որ դպրոցներում վաճառվի էներգետիկ ըմպելիք, որը որ ցանկալի չի երեխաների համար։ Բնական սոկից են կում եւ դպրոցի դնորենը չի ասում։ Ինչի է դպրոցի բուֆետում վաճառվում էներգետիկ ըմպելիք։ Բայց դու մտածում ես ազգի սերունդի առողջապահության մասին։ Աղը հանում ես, որտե աղցանած ուտես։ Ալմա տենց արած աղ, չէ։ Բայց էներգետիկ ըմպելիքն ասма չէ։ Ծախեք։ Ես այս համեմատությունները անում եմ, պարս ժողովրդական լեզվով բացատրում եմ, որ մեր ընտրողները Հայաստան, մի կողմ ընտրող, քաղաքացին, ուղղակի, պրոստը մարդ, որը, այն որ ասում են, ես նաև չեմ կարողանում ընդունել այն արտահայտությունը, որ ասում են սպորտսմենները քաղաքական չեն զբաղվում, դերասանները չեն զբաղվում, ոչ մեկ չի զբաղվում։ Հարգել ես, եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում ձեզնով։ Ու շատ վատ է զբաղվում։ Այն խնդրեմ, շտաբօգնություն հիվանդանոց չի տանում։ Նարկոտիկները վախտում են դպրոցներում։ Զինվորը բանակում սոված անտելու դուրս։ Հիվանդանոցներ չկան։ Ալան-թալան, մի դուշը 72,000 դրամ։ Եվ այլն։ Այս քաղաքական կոնֆիգուրացիան որը որ հիմա նստած է ազգային ժողովում, իրանք իրանց համար շատ լավ նստած են, հով, բեսամբ, մեկը մեկին դզմա։ Ինչքան է որ հլում են իրար չգիտեմ, գրլում են, բան են անում, դու սրիկա, դու ստոր, անարակ, օй, հետո։ Ու ամեն ինչ անում է թե են ֆրոնտը, եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, որպեսզի հանկարծ մի անձնավորություն այս դեմքով չգա չմտնի ու իրանց բարեկեցի կյանքի մեջ չքաքի։
Թե են ֆրոնտը, թե են ֆրոնտը։ Այսօր նորից Նուբարաշենք հերակատարողական հիմնակում նստած կալանավոր Արտակ Գալստյանը ստատուս է գրել։ Հայտարարություն է տարածում։ Ասում է ամսի 19-ի համագումար չկա, տես բան, չգնաք հանգարտ, տես բան չկա։ Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, նախագահ չի, ինչի պատավոր նախագահ չի եւ այլն։ Մեռանք ասելով, չէ, Բերթի պետին մեռանք ասելով, այդ մարդու ձեռքը հեռախոս կա։ Ոչ Բերթի պետն է վերցնում, ոչ քրեակատարողական վարության ղեկավար կազմակերպում վերցնում։ Հիմա եթե որևիցե, այսինքն լիքը մարդ կա, չէ, որ առնչվել են Բերթերի հետ։ Ճիշտ է։ Չգիտեմ, տնից է մարդ եղել, բարեկամ, ընկեր, ծանոթ, հարազատ, հիմա ունեք։ Ձեր կալանավորը, ձեր դատապարտյալը, սիրելի ազգաբնակչություն, Բերթերում նստած, կարա հրապարականորեն Facebook էջ վարի։ Չէ, կմտնի ձերս կվեկալեն հեռախոսը վարքյանական։ Ու մի հատ էլ կարձանագրեն, որ կալանավորը կամ դատապարտյալը խախտել է ռեժիմի կարգը եւ իր մոտ հայտնաբերվել է հեռախոս, որ վաղը մյուսօր պայմանական վաղաժամկետի ժամանակ դատախազը դնի, ասի չէ, դեմ եմ պայմանականին, որովհետեւ կարգախախտ է, մոտից հեռախոս հայտնաբերվել։ Արտակ Գալստյանի մոտ բացարձակապես ոչ մտնում են, ոչ վեկալում են, ոչ բացարձակ բան չեն ասում։ Հանգիստանը գնում գալմա Բերթի պետի աշխատասենյակ, ոնց որ Բերթի պետը իա մոտ է աշխատում Բերթի պետ։ Նույնիսկ էլի մարդը վեկալը հայտարարություն է գրել դրե, որ գիտեք ինչ բանա, անուն ինչ է, համագումար չի կա, դա Աբորինի է։ Աբորինի որն է բոզի տղա։ Ու գրել է թիվ 3400 կուսակցական կա հանրային ձայնում։ Որտեղից է թիվը։ Այդ 3400 հոգու անուն ազգանունը ուր է։ Այսինքն ինքը վերցրել է առաջի համագումարի մարդկանց թիվը, բազմապատկել է 10-ով։ Որ հանկարծ եթե համագումար ամսի 19-ի որոշի որ Արտակ Գալստյան այլևս կապ չունի կուսակցությանի, ասեն հլնդե նայեք, մենք 3400 հոգի ենք, բայց կողմա քվարկե 300 կամ 500 կամ 600-ը։ Բոզի տղա դու 3400 հոգի որտեղից ես վերցրել։ Ուր է ցուցակը այդ 3400 հոգու, ովքեր են դրանք։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանությունները ընդդիմության հետ համատեղ այսպան կոալիցիան ամեն ինչ փորձում են անել հանրային ձայն կուսակցությանը ներքաշեն դատական կռիվների մեջ, որպեսզի ինքը չկարողանա մասնակցել ընտրություններին։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր գրած սցենարը։ Ես շատ լավ հասկանում եմ, եթե ես հիմա չամպուտացնեի Արտակ Գալստյանին, այս խնդիրը կանգնելու էր մեր դեմ ընտրությունների ժամանակ եւ հանրային ձայնը պայթեր հենց ընտրության ժամանակ։ Դրանով ես հնարավորություն տալով ԿՊ-ին, նախկիններին հանգիստ իրանց ծև գործը անել։ Բայց ես Արտակ Գալստյանի մերն էլ քունեմ, ձեր մերն էլ քունեմ։ Բարիս ամենաբուն իմաստով։ Հաթո գրի Արտակ Գալստյանը ինչ ուզում է։ Իմիջալոց Արտակ Գալստյան, որտես նստած Բերթից գրում ես։ Բա մի հատ հələ գրի այն մարդիկ, ովքեր որ քո ձեռից տուժել են։ Դրանք ուր գնան դիմեն։ Հա? Որ մեռան ին խլեշից հետո արդեն մարդիկա որ զանգը մնացում են պարոն Ղուկասյան, փողը վեկալելա որ մեր գործը պիտի խրկի, դատարան չի արել։ Պարոն Ղուկասյան էս արել, պարոն Ղուկասյան այն արել։ Սերի քաղաքացիներ, եթե որևիցե մեկը տուժվել է Արտակ Գալստյանի գործողություններից, գոյություն ունի քննչական կոմիտե եւ գլխավոր դատախազություն։ Հանգիստ գնացեք դիմեք։ Այն բոլոր ձեր իրավաբանական հարցերով, որը որ դուք այդ մարդու հետ առնչվել եք։ Այլ ոչ թե զանգեք ինձ։ Ես ձեր այդ պայմանագիր չեմ կապել։ Պայմանագիրը ինքը կապել է հանրային ձայն փաստաբանական գրասենյակով, կամ չգիտեմ, Ադոնայ։ Որից որ բացարձակ տեղյակ չեմ։ Ու դրած գրում։ Հետո գրիկ հետո։ Վարդան Ղուկասյանը մի բանից ասեմ ձեզ։ Ընկեր ԿՊ, ընկեր Ռոբիկ ու Սերժիկ։ Վարդան Ղուկասյանը չի ներքաշվի ոչ մի դատական process-ի մեջ։ Բացարձակապես ձեր ուզածը դա է, որ ներքաշվենք դատական խնդիրների մեջ եւ չկարողանանք մասնակցել ընտրություններին, որովհետեւ եթե կուսակցություն ունի դատարան այդ խնդիրը նա չի կարող։ Հիմա համագումարը տեղի կունենա, այո, ամսի 19-ին։ Ժամը 17:00-ից սկսվում է, 17:00 իմ գրքի շնորհանդեսն է։ Ժամը 18:00-ից համագումարն է կուսակցականների պահանջով։
Իմիջոլոս գրքի վերաբերյալ նորից կրկնեմ, որ վաճառքը սկսված է, առաքումը կլինի ամսի 10-ից հետո։ Գրած դրածա Telegram-ում, ոնց ձեռք բերել։ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Իսրայելից, բոլոր տեղերից այլևս կարող եք ձեռք բերել։ Զանգում եք համարի վրա, պատվիրում եք, պայմանավորվում եք, չեկը փոխանցում եք մուծման, գիրքը առաքվում է ձեզ ամսի 19-ից սկսած առաքման process-ը, որովհետև քանի դեռ շնորհանդեսը չի եղել, գիրք չի կարող առաքվել, ամսի 19-ից սկսվելու է։ Համագումարի արդյունքները ցույց կտան, ինչ է տեղի ունենալու հետո։ Եվ եթե փորձում եք ինձ ներքաշել դատական process-ներից, որովհետև քսին բռին հասկացան, չի լինում։ Վարդան Ղուկասյանի դեմը չի լինում։ Ոնց անենք, եկեք կուսակցություն անենք բիզիմդիր։ Արեք։ Ստեղ ձեր խնդիրը, ես նույնիսկ եմ ուզում եմ նաև հուշեմ այդ նույն ԿՊ-ի անգրագետների, մյուսների, խնդիրը կուսակցությունը չի։ Օրինակ են Նարեկ Սամսոնյանը, որ խոսում էր, ասում էր կուսակցությունը, խնդիրը անձն է։ Ես դերեն պատասխանեցի, չէ՞, որ հիմա օրինակ ինձ հարց տան Շարլ դե Գոլը որ կուսակցությունից էր, ես չգիտեմ։ Մարգարետ Թեչերը որ կուսակցությունից էր։ Ինդիրա Գանդին, Ռաջիրա Գանդին, Բենազիր Փխուտը, չգիտեմ, Ջորջ Վաշինգտոն եւ այլն, ու ենթադրում եմ հանրապետական, որ կուսակցությունից էին, Քենեդի եւ այլն, մենք չգիտենք։ Ստեղ հարցը անձն է, ստեղ հարցը կուսակցությունը չի, դուք պիտի անձի հետ ձեր հարցը լուծեք, այսինքն իմ։ Եվ այն մարդկանց, ովքեր որ կանգնած են իմ ետևում, այսինքն իմ կուսակցական այն գաղափարակից անձանց, իմ ընկերների, հարազատների, ովքեր որ շարժվում են այն գծով, որով որ գնում է Վարդան Ղուկասյանը։ Այսօր կուսակցությունը փակի գմփսի քարտ չկա նորը կբացվի։ Այս անգամ առանց բոզի տղեկի։ Էս ինչ եղավ, ուրիշ վայրան կարաչը, լիքնա, սահմանադրությունը տարբեր հնարավորություններ է տալիս։ Այո, դες հաջողվեց, մի հատ էլ հայտարարում է բոզի տղեն, ասում է ես մեղավոր չեմ, ինքը ինձ թողեց ստեղ։ Միջնորդին ասում եմ, բես մի րոպե սիրելիս, մի րոպե։ Բերդում նստած ժամանակ, մի կողմ եմ թողում, որ անընդհատ, որ ես եմ մեղավոր, ինքն դեղ իմ պատճառով հայտնվե, որ ասում էի ալգիշտին մի քրֆեց սենց եւ այդ սաղ թողում եմ մի կողմ, միակասկածները եւ այլն։ Մի կողմ եմ թողում, որ սիստեմատիկաբար օրը 1000 անգամ ավականու բոլոր անդամներին զանգում ուղղություններ տալի, էս արեկենը, իմ նկարը խփեք, ինչ իմ նկարը խփաչի, տեսա զանգով խորհրդակցությունը անցկացնում օրը ցերեկով Բերդում նստած ավականիների հետ, ասում եմ մի րոպե, մենք էլ ենք հեռախոսպայ, ոնց հաստա, էդ էլ թողի մի կողմի վրա, ասում էս էլ լավ, հələ մի րոպե, դե մինչև ուր գնամ։ Ժողովա անեմ Բերդում, իմ թիկունքում որոշում կայացնեմ, որ մենք պիտի գնանք ընտրությունների։ Այդ ումով ես գնում ընտրությունների։ Պայմանավորվում եմ, զանգում եմ Իան, լսին ու Բարաշենկը կայպետ, մամայի ծծծնեմ, զանգում եմ Իան, ասում եմ, դու պիտի մանդատը վայր դնեիր, որ տակիները գան, խիչ ես դնում մանդատը, ասում եմ, ինձի պետք է դատարանում, ասում եմ, օքեյ, ավականենը կգան դատարան, իանց երաշխավոր կկայնեն, որ կեզ թողան, եթե չթողին մանդատը դիր, էլի մարդը պին կպելա, դու վարչապետ ես ուզում դանած, բայց կպել ես ավականու մանդատից։ Կպականների հետ պայմանավորվում է ինչ անի, ոնց անի, էս անի, են անի եւ այլն։ Միտեղ հողառնի, միտեղ էս առնի եւ այլն։ Այսինքն էլիա նույն կեղտերը շարունակում է։ Ու այդքանից հետո ես եմ մեղավոր։ Դու Տիգրան Արձականցյան բոզի տղուն բերես օֆիս, ինձ էլ հենա քավառը աղբի տղեն սաղա։ Զանգես միկրոֆոնով զանգես ասես քավառը ստեղա, ասեմ հանեն դրան տեղից սիկտիրարա։ Ինչ անեմ այդ ես եմ մեղավոր։ Հիմա հանդիպել եք թե չեք հանդիպել երկրորդ անգամ չգիտեմ։ Հա? Բոզի տղա։ Դուք քո ագարկասուսոն ծնողի ձեռից գումարը վեկալի, որ երեխուն պիտի Դուբայից բերի ու չի բերեմ, ես եմ մեղավոր։ Հա? Այսենց։ Իսկ հիմա քանի որ վերջին օրը վրա սկսել են զանգերը։
Էս ենք տվել, այն ենք տվել, պայմանագիր ենք բնկապել, գումարը տվել են, որ գործ ուղարկված լինի, եվրոպական դատարան չուղարկվի, գումարը տվել նմանատիպ բոլոր հարցերով գոյությունի գլխավոր դատախազություն, սերի ժողովուրդ։ Եվ գոյությունի քննչական կոմիտե, գնացեք ու դիմեք։ Գնացեք ու դիմեք։ Իսկ ինչ վերաբերվում է այս իրավիճակին, ընդհանուր, ինքեր ազգային ժողովի պատգամավորներ։ Դուք այս հարցերով զբաղվեք։ Դուք զբաղվեք ինչի է մեղրից պետական ապարատը տեղափոխվում տարբեր տեղեր։ Զինկոմիսարիատ, դատարան, պետ եւ այլն եւ այլն։ Դուք զբաղվեք ինչի հիվանդանոցներում տեղ չկա եւ խիփակվեցին հիվանդանոցները։ Ինչի շտաբօգնությունը զինված չի այնպես, ինչ ձևով որ ինքը պիտի լինի զինված, օրենքի տարին համապատասխան, առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այլ ոչ թե նստեք, ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ, դոգը էս, դոգը են, դոգի կուսակցությունը սենց, դոգի կուսակցությունը նենց։ Դոգը կուսակցություն չունի, եթե պետք եղավ։ Դոգը օրը մեջ կարա ստեղծի կուսակցություն։ Դոգի հետ հարցերը լուծելան պիտի խփեն դոգին, պիտի դոգը մեռնի, որպեսզի սրանք հանգիստ շնչեն։ Թե չէ արտակի նման պոռնոկի տղեկը կամ մյուսների դոգի առաջ արգելք չեն կարող հանդիսանալ։ Յուրաքանչյուր հասկացող մարդ պիտի հասկանա, չէ՞ չափած։ Մարդը կալանավոր է։ Բերթում նստած ստատուսա որ գրեմ է։ Ո՞նց։ Օրվա որ ժամի նայես, բանը ստատուսա գրած, մի հատ հանրային ձայն էջկա են, Կարեն Սանամյանն են չեն պոռնոկի տղեն, էնի է բանը վարը, տալմանան են տեղադրama, կամ ինքնա տեղադրեմ եւ Բա եթե սա ընդդիմադիրա բերթի պետը չասի մորը ծածացանեմ, այս հեռախոսը կոմոդ որտեղ վեկալի իանետանի գցի, բա կարծեր, ըստ շնանում, այդքան էլ ասինք, զանգեցինք, գաղութների վարություն զանգեցինք, ընկեր ապագում ռախպի տղու հիմնարկ, չվեգալանձերից, նուբարաշեն ԿԿՀ զանգեցինք, չվեգալանձերից, պարդ չի, Պարշի ովա որ կոմանց է, մի հատ դոգի վերի մահապրծը տանդեմը որ եկել են սուտա, բոզի տեղա դուք հոգեսագրության մասին խոսա, որ ակետից մի չևերտ սուտա, իս դոգի տանդեմ մոթեբելոյի վրա եղածը սուտա թե սուտ չի, բան համապատասխան պոլիս դեպարտամենտ զբաղվում են, դոդի գագոյի գովքն անեմ, Ես դոդի գագո եմ գրլամ, նվերիկ եմ գրլամ, որ խիսենց խինես գրես մարդ հասմա դոդի գագոն 7 հատ վանքաբաց է, ինքը լավ մարդ հա։ Բա չասեմ դոդի գագոն 7 անգամ կնգած ծծցնի։ 7 անգամ, 7-ից պակաս գագոն ծծցելա, ես եմ գագոին ծծցնելու։ Բա չասեմ։ Հե? 3 հոգով, ամեն մեկը միտե նստած, որոշում են անում, ղրկում են պետական ռեգիստր, չգիտեմ, հաստատել է, ինչ արի, խրը թե չի հաստատել։ Չի ասում ես դուք որտեղ եք արել, ոնց եք արել, քանի հոգով եք արել, դու վաբշե կուսակցության նախագահան բերտում է, ոնց է սա եղել։ Ուստի, բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են Հայաստանի Հանրապետության վաղվա ապագայի մասին։ Այն մարդիկ, ովքեր իրոք հավատում են Վարդան Ղուկասյանին, այն մարդիկ, ովքեր ցանկանում են այս սաղ բոզի տղեկին բերդում ծծցնելով խեղդել, եւ առհասարակ երկիրը մաքրել աղբից, ամսի 19-ին Մարիոթ հյուրանոց առաջին հարկ Տիգրան Մեծ դահլիճում տեղի է ունենալու կուսակցականների կողմից հրավիրված համագումարը։ Կուսակցականների ներկայությունը պարտադիր է։ Մուտքը անձը հաստատող փաստաթղթերով։ Լրատվամիջոցները հիմիկվանից թող գրանցվեն, որովհետև մուտքը այն լրատվամիջոցների համար է, ովքեր որ կունենան համապատասխան արտոնագիր ժողովին մասնակցելու համագումարին։ Համագումարի ավարտից հետո ընդամենը մի քանի օր կլինի պարզ հանրային ձայն կուսակցության ճակատագիրը։ Այս կողմ թե այն կողմ։ Դա կախված է նաև մեր ժողովրդի ներկայությունից, սիրելի ժողովուրդ։ Վարդան Ղուկասյանին սա կատեգորիկ չի անհանգստացնում, կատեգորիկ։ Ես սա պիտի սկսեի ավելի շուտ։
հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, որ բերդումա, նեղության մեջ է, ձգենք, միգուցե այս մարդը կողվի, միգուցե կհասկանա եւ այլն։ Ես, այսպես ասած, նորից գտնվելով մեծահոգի, արեցի շատ վատ քայլ։ Իմ հանդեպ, ոչ թե իմ ընտրողի, այլ ես իմ հանդեպ։ Ավելորդ անգամ ներվայնանում եմ։ Հիմա չի լինի տենց։ Եվ այս սրա նմանները, որոնք որ մտել են Նիկոլի կամ մյուսների ոռի տակ, թող իրանք մտածեն։ Ոնց կարա մի մարդ, մի րոպե, Okay. Ինչ են զուգարկել։ Տարեկան հաշվետվությունը կեղծ է, պետական ռեգիստրը խիչի նայել։ Ես չգիտեմ պետական ռեգիստրը խիչի նայել։ Դե ամեն ինչ արվում է, որպեսզի ներքաշեն դատական process-ի մեջ։ Որ ես ասեմ, տարեկան հաշվետվությունները կեղծ են, ստորագրությունները կեղծ են, սա են, փաստաբան վարձենք, դատարան դիմենք, էս անենք։ Չէ, բնավ։ Ես այդ կուտը ուտողը չեմ։ Համագումարա կանենք, կհասկանանք, ժողովրդի հետ կզրուցենք, ինձ կտեսնեն, ես իրանց կտեսնեմ, կբարձրաձայնվեն խնդիրները, հոգսերը, դարդերը, ցավերը եւ այլն, դրանից հետո կորոշենք, որը որից հետո է, շատ հանգիստ, առանց ավելնորդ ներվեր եւ էմոցիաների տրվելու։ Ես էմոցիոնալ մարդ եմ, բայց ես տեղ հանգիստ եմ, որովհետեւ ես գիտեմ իմ գինը, ես գիտեմ իմ արժեքը, ես գիտեմ իմ վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ եւ գիտեմ ժողովրդի վերաբերմունքը իմ նկատմամբ։ Պրոստը Իրանք սա արեցին ժամանակից շուտ, սա պիտի անեին ընտրությունների ժամանակ, որ սկսվել է քարոզարշավը, այս ժամանակ, որ вообще քակցրել խառնվեինք իրար, բայց քանի որ մենք գործ ունենք Անգրագետ Բոզի տղեկի հետ, եղավ այն ինչ որ եղավ, ի օգուտ մեզ։ Ուստի պետք չի սիրելի ժողովուրդ վհատվել, հուսախաբվել, բացարձակապես ես ողջ եմ։ Ես ողջ եմ եւ այն մարդիկ, ում որ ես կառաջադրեմ այլևս, որ ասում եմ մինչեւ հետանցքը ստուգված, այդ տիպի մարդիկ են։ Իսկ Արտակ Գալստյան Ղախպիտողուն ու յա թայֆին պահեկավ կասենք դե գնացեք ձեր տուն ու տեղը ծծցնեմ ես։ Եվ վերջ։ Այնպես որ անհանգստանալու ոչինչ ես չեմ տեսնում։ Այսօր այսքանը շնորհակալություն ամսի համագումարը 19-ին մենք եթեր չենք ունենա ոչ 19-ին, ոչ 20-ին, որովհետև զբաղված ենք լինելու համագումարով։ Երևի այս շաբաթ մենք ձեր հետ հանրային ձայնի տաղավարում էլ չենք հանդիպի։ Կարող է ինչ-որ մի արտարոց բան պատահի, ես հատուկ դրա համար մտնեմ եթեր։ Եվ չի լինի Երևանն է խոսումը, հաշվի առնելով այս իրավիճակը։ Երկու շաբաթվանից մենք կվերադառնանք մեր բնականon աշխատանքային հում Եվ կհանդիպենք ձեզ հետ, կզրուցենք, կվեկալենք, կդնենք, կմեկնաբանենք, մեր հաղորդումները կվարենք։ Այս պայդրությամբ այսքանը, շնորհակալություն, եւս մեկ անգամ բոլորին հրավիրում եմ ամսի 19-ին ժամը 17:00-ին գրքի բացմանը Մարիո Թուրանոց Տիգրան Մեզդալիչ, իսկ ժամը 18:00-ին հանրային ձայն կուսակցության համագումարին կուսակցականների պահանջով։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։